Գիտեք, որ Հայաստանը միակ պետությունն է աշխարհում, որտեղ առաքելական եկեղեցին ունի ազգային եկեղեցու կարգավիճակ, կաթոլիկ եւ ուղղափառ աշխարհում մենք միակն ենք առաքելական ուղղվածությամբ։ Մեր եկեղեցին երբեք, այսպես ասած, չի ենթարկվել ոչ մի կայսրության, չգիտեմ, կլինի հռոմեական, թե բյուզանդական։ Ի սկզբանե դե եղել է հայկական եւ մինչ օրս հայկական էլ մնացել է։ Այս հանգամանքը մեզ ավելի խոցելի եւ անպաշտպան դարձնում է, այո, դարձնում է։ Սա քաղաքականապես շահեկան երբեք չի եղել, ու չնայած ներքին ու արտաքին շատ հանգամանքների առաքելական հավատքը պահպանվել եւ հասել է մեր օրեր։ Ցեղասպանության, պատերազմների, աքսորների, ջարդերի ու առհասարակ հայրից դաժան ճակատագրի միջով։ Ես այս հարցը սկսեցի մի քիչ այլ տեսանկյունից ուսումնասիրել 2020 թվականին, երբ միամտաբար զարմանում էի, թե ինչու քրիստոնյա աշխարհը բավականաչափ ուժգին չի արձագանքում, երբ օրինակ բխծվում, վերացվում են եկեղեցիներ։ Չնայած պատմական այդպիսի դրվագները հայոց պատմության մեջ քիչ չեն եղել, ամեն դեպքում 1700 տարի եւ ավելի եւ էլի ավելի հայ առաքելական հավատքը պահպանվել է ու վստահ եմ կպահպանվի։ Ամենայն դեպս ինձ համար հավատքի պահպանման հանգամանքը ամենահարգանքի արժանի եւ ամենահետաքրքիր փաստերից է մեր մասին։ Եվ ըստ իս սխալ է ավելի քան 1700 տարվա պատմություն ունեցող եկեղեցին նույնականացնել X կամ Y մարդու հետ եւ թիրախավորել ոչ թե մարդուն, այլ եկեղեցին կամ հավատքը։ Անկախ նրանից դուք ինչ դավանանք ունեք, առհասարակ հավատում եք թե ոչ, ագնոստիկ եք թե ոչ։ Հայաստանում եկեղեցին եւ պետությունը իրարից առանձին են։ Ու կարևոր է ֆիքսել ու այս պահը հասկանալ, կողմ քիչ խառը ասեմ։ Մենք չենք ապրում եկեղեցապետական պետությունում, բայց եկեղեցին պետության կողմից ճանաչված արժեք է։